Ոչ, այս պահի դրությամբ գումարների վերադարձը տեղի չի ունեցել։ Ընթացքից ձեզ կտեղեկացնենք, մեզ անընդհատ այս թեմայով հարցումներ են գալիս, վստահաբար ժամանակին կիմանանք։ Այս թեմայով ինձ արդեն կոնկրետ հարցեր էիք ուղղել եւ ես ձեզ պատասխանել էի, որ գրությամբ դիմել ենք, այսինքն գրավոր ուղարկվել է նախարարության պահանջը, հետագա ընթացքը կարծում եմ բոլորի համար տեսանելի եւ թափանցիկ կլինի։ Տիկին նախարար, վերջին մրցաշարերին այն ինչպես է գնահատում Կարծում եմ, որ արդյունքները տարբեր էին, եթե վերցնենք ըմբշամարտը, մարմնամարզությունը, ծանրամարտը, այստեղ ծանրամարտի հավաքականը կարծում եմ բավական հաջող ելույթ ունեցավ, հատկապես կուզեմ նաև ընդգծել մեր կանանց ակտիվ մասնակցությունը, իհարկե ունեինք նաև որոշակի դրվագներ, այդ թվում մրցավարության հետ կապված Տաթև Հակոբյանի ուրեմն մրցելույթների ժամանակ, բայց ես կուզեմ նաև առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին իրենց մրցելույթների համար, հաջողությունների համար։ Ընդհանուր առմամբ մենք նաև պլանավորել ենք որոշ ֆեդերացիաների հետ նախարարությունում քննարկում ունենալ, վերլուծել արդյունքները եւ հասկանալ, թե ինչ փոփոխությունների կարիք կա։ Ծանրամարտը հաջող էր, մարմնամարզությունում էլ կարծում եմ, որ մեր արդյունքները լավն էին, ըմբշամարտում կարող էին ավելին լինել, բայց այս էլ արդեն ֆեդերացիայի հետ մեր քննարկումներում կհասկանանք, թե ինչ լրացուցիչ հարցեր կան կարգավորելու։ Եվ եթե չեմ սխալվում, նախորդ հետ կապված դիմել էիք միջազգային կառույցների, որ վերանայումների, դրա պատասխանը ստացվել է։ Պետությունը չի դիմել որևէ մեկին, խոսքը օլիմպիական խաղերից հետո դիմել ուներ վերաբերում, որը եղել էր ֆեդերացիայի կողմից, նկատի ունեմ կառավարությունը չի դիմել եւ այդտեղ ուրեմն Լոզանում հարցը պետք է քննարկվեր, կարծես դեռ ընթացքի մեջ է եւ այս մասով կարծում եմ առնվազն ես նոր տեղեկության չեմ տիրապետում, արդյոք ամփոփվեց գործընթացը, պիտի առաջարկեմ նաև, եթե ձեզ հետաքրքրում է ֆեդերացիա դիմեք արդեն ընթացքից տեղեկանալու, ինչ վերաբերում է կոնկրետ Արթուր Ալեքսանյանին, ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը մեր այն մարզիկներից է, որ բավականին մեծ ներդրում ունի եւ նվաճում ունի, գիտեք, որ պետությունն էլ իր անվամբ շատ մեծ մարզահամալիր է կառուցում նախադեպը չունեցող Գյումրիում եւ սպորտը այնպիսի բան է, որ մարզավիճակը եւ վնասվածքները կարող են տարբեր ուրեմն հանգամանքներ առաջ բերել եւ ես չեմ կարծում, որ մարզիկների նկատմամբ մեր վերաբերմունքը դրանով պետք է պայմանավորենք, նա շատ մեծ մարզիկ է եւ շատ մեծ նվաճումներ է ունեցել եւ պետության աջակցությունն էլ իր կողքին է ցանկացած պահին։